Միասին կնայենք 4 սուրբգրային համար, որի շուրջ էլ կխորհրդածենք։ Ելից 33:15-ում, երբ որ Իսրայելը գտնվում էր անապատում, իսկ անապատը դա անտանելի չոր պայմաններ են, մարտարավերներ, օձեր, կարիճներ, ջուր չկա, հարմարություններ չկան, ահա տեսեք, թե այդ պայմաններում Մովսեսը ինչ է աղոթում։ Մի թարգմանության մեջ հետևյալն է գրված. Եթե քո ներկայությունը մեզ հետ չգնա, մեզ այստեղից մի հանիր։ Ուշադրություն Մովսեսի աղոթքի կարևոր դրույթին, քո ներկայությունը, եթե մեզ հետ չգնա, մեզ այստեղից մի հանիր։ Սաղմոս 16:11-ում էլ Դավիթը աղոթում է եւ հրճվանքով ասում է, որ քո ներկայության մեջ ուրախության լիություն կա, քո ներկայության մեջ ուրախության լիություն կա։ Դատավորներ 16:20 համարում գրված է Սամսոնի մասին, ասվում է. Սամսոնը չգիտեր, որ Տերը կամ Տիրոջ ներկայությունը հեռացել էր իրենից։ Իսկ Սաղմոս 51:11-ում էլ մեղանչումից հետո, երբ որ Դավիթը գրեց իր ապաշխարության աղոթքը, թախանձում էր եւ հետեւյալն էր աղոթում. Քո ներկայությունը մի հեռացրու ինձանից։ Ես այսօր ուզում եմ խոսել Աստծո ներկայության մասին եւ Աստծո բացակայության մասին։ Եվ անպայման մենք վերջում պետք է աղոթենք, որ նրանք, ովքեր կորցրել են Աստծո ներկայությունն իրենց կյանքում կամ ուզում են վերագտնել այդ ներկայությունը, կարողանան լցվել Աստծո ներկայությունով։ Քույրեր, եղբայրներ, մենք մեր կյանքի մեջ շատ ցավոտ կորուստներ ենք ունենում։ Հնարավոր չէ, որ մարդը իր կյանքի ընթացքում կորուստներ չունենա։ Մենք կարող ենք կորցնել սիրած էակին, հարազատ անձնավորությանը, որը անտանելի ցավ է մեզ համար։ Մարդը կարող է կորցնել իր առողջությունը, մարդը գումար է կորցնում։ Մարդը կարող է կորցնել իր հեղինակությունը, որը ծանր է նստում նրա վրա։ Ֆինանսական դժվարություններ է ունենում, շատ բաներ է կորցնում, բայց ամեն կորուստից հետո կարծես մարդը ուժ է գտնում նորից վերականգնվելու։ Բայց մի բան կա, եթե մարդը դա կորցնի, իրեն կկորցնի, ամեն բան կկորցնի։ Եվ դա ֆինանսական կորուստը չի, դա առողջական կորուստն էլ չի, անգամ ազատության կորուստը չի, դա Աստծո ներկայության կորուստն է։ Որովհետև մարդ կարող է փող կորցնել, բայց քանի Աստծո ներկայությունն ունի իր սրտի մեջ, նա մխիթարված է։ Մարդ կարող է առողջություն կորցնել, բայց եթե Աստված կա իր կյանքում, նա քաջալերված է։ Մարդ կարող է հարազատ կորցնել, բայց նորից փոփվել Սուրբ Հոգով, քանի որ Սուրբ Հոգին է մեզ մխիթարում իր ներկայությամբ, բայց եթե մարդը Աստծո ներկայությունը կորցնի, ինքը իրեն կկորցնի, որովհետև մեր ամենամեծ կարիքը փողի մեջ չի, մեր ամենամեծ կարիքը նյութը չի, մեր ամենամեծ կարիքը հարմարավետությունը չի, մեր ամենամեծ կարիքը Աստված է եւ Աստծո ներկայությունը, քույրեր, եղբայրներ։ Եդեմական պարտեզում, երբ որ Ադամը մեղանչեց, իրականում նա ոչ թե եդեմական պարտեզը կորցրեց, նա Աստծո ներկայությունը կորցրեց, Աստծո հետ մտերմությունը կորցրեց, Աստծո հետ հաղորդակցությունը կորցրեց։ Ցավոք սրտի այսօր ինչքան հավատացյալներ ենք տեսնում, որոնք կորցրել են Աստծո ներկայությունը։ Ոմանք զգում են դա, ոմանք չեն ուզում դա գիտակցել, բայց Աստծո ներկայության կորուստը ամենամեծ կորուստն է մեր կյանքում։ Ասում են, երբ որ Սուրբ Հոգին գալիս է մարդու կյանք, նա գալիս է շառաչյունով, քամիով, կրակով, ինչպես Գործք առաքելոց 2-րդ գլխում է գրված, Սուրբ Հոգու գալուստը տեսանելի է, կյանք է փոխվում, մարդն է փոխվում, բայց հետո ասում են, երբ որ Սուրբ Հոգին հեռանում է, դա աննկատ է դառնում շատերի կողմից, նա ձայնով գնում է եւ անձայն կարող է հեռանալ մարդուց։ Որքան մեծ օրհնություն կա Աստծո ներկայության մեջ եւ որքան մեծ ողբերգություն կա Աստծո բացակայության մեջ։ Աստծո ներկայության մեջ է մեր բժշկությունը
իսկ Աստծո բացակայությունը մեզ կարող է հիվանդացնել։ Աստծո ներկայության մեջ է մեր հանգստությունը, իսկ երբ որ չկա այդ ներկայությունը, մենք կարող ենք անգամ հանգստյան տներում մեր հանգիստը կորցնել, մեզ կորցնել։ Առաջի բանը, որ ուզում եմ ասել այս պատգամի մեջ, հետևյալն է. Աստծո ներկայությունը հավատացյալի կյանքի ամենամեծ հարստությունն է։ Եվ մեր օրհնությունը չպետք է չափվի մեր նյութական հարստությամբ եւ ձեռքբերումներով։ Դա էլ է օրհնություն, որի համար մենք շնորհակալ ենք Աստծուն։ Բայց որքան մարդիկ կան, որ ունեն նյութական բարեկեցություն, պալատների մեջ են բնակվում, իրանց տները լիքն է նյութով, լիքն է կահույքով, լիքն է ամեն տեսակ բարիքներով, բայց իրենց սրտերը դատարկ են Աստծո ներկայությունից։ Եվ որքան տներ կան, որոնք համեստ պայմաններում են գտնվում, ընտանիքներ, որոնք շատ ունևոր չեն, բայց այդ տների մեջ կա մի բան, որ շատ մեծահարուստների տների մեջ չկա։ Կա Աստծո ներկայություն, կա խաղաղություն, կա քաղցրություն։ Ուրեմն Աստծո ներկայությունը հավատացյալի կյանքի ամենամեծ հարստությունն է։ Համեմատության համար եկեք հիմա մտաբերենք եւ համեմատենք Հերովդեսի պալատը Երուսաղեմում եւ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրը, այդ գոմ, այդ մսուրը, որտեղ այդ մանուկին դրեցին Բեթլեհեմում։ Ինչ մեծ կոնտրաստ է, չէ՞։ Միտեղ թագավորն է նստած գահին, ճոխ, փառավոր մի միջավայրում եւ մյուս տեղում թագավորների թագավորն է դրվել մսուրի մեջ ամենահամեստ պայմաններում։ Բայց Բեթլեհեմը դարձավ երկրպագության վայր ազգերի համար եւ այսօր Երուսաղեմի Հերովդեսի փառահեղ պալատից քար անգամ չմնաց։ Ուրեմն Աստծո ներկայությունը մեր ամենամեծ հարստությունն է։ Կարող ենք հիմա միասին ասել դա. Աստծո ներկայությունը մեր ամենամեծ հարստությունն է։ Կարող ես անձնավորել քեզ համար եւ ասել իմ ամենամեծ հարստությունն է։ Եվ Մովսեսը հենց դա էր աղոթում եւ ասում էր. Տեր, եթե քո ներկայությունը մեզ հետ չգա, մեզ մի տար Քանանի երկիր, մի տար այնտեղ։ Քանանի երկիրը, որ կաթ ու մեղր բխող երկիր էր, 40 տարի դեգերումներից հետո վերջապես հրեաները պետք է հասնեին իրենց երազանքին։ Եվ հանկարծ Մովսեսը հասկացավ, որ մենք կարող ենք մտնել կաթ ու մեղր բխող երկիր, բայց եթե Աստված մեզ հետ չմտնի այնտեղ, մենք ողորմելի եւ թշվառ կլինենք։ Այստեղ անապատում մենք ավելի երջանիկ կլինենք Աստծո ներկայության ներքո, քան այնտեղ Քանանի երկրում, որը ունի ամեն բարեկեցությունն ու պարարտությունը, բայց եթե չունենա Աստծո ներկայությունը, այդ ամենը զուր է։ Հետևաբար ես ուզում եմ, որ այսօր ամեն մեկս այս գիտակցությունն ունենանք, որ եթե ես Քրիստոսին ունեմ, գուցե եւ շատ բաներ չունենամ նյութական առումով, բայց իմ հոգու համար ամեն բան ունեմ։ Ես հիշում եմ 90 թվականին, երբ որ իմ սիրտը տվեցի Տեր Հիսուս Քրիստոսին, առաջին բաներից մեկը, որ արեցի, մի կանաչ տետր վերցնելն էր, եւ այդ տետրի առաջին էջին գրելը հետեւյալ նախադասությունը, ես մինչեւ հիմա պահել եմ այդ տետրակը։ Ես գրեցի հետեւյալը, որ ես աշխարհի ամենահարուստ մարդուց էլ հարուստ եմ Քրիստոսով։ Հենց նրա մեջ է, նրա ներկայության մեջ է մեր հարստությունը։ Եվ նույն Դավիթը գրում էր, որ Տեր, քո ներկայության մեջ ուրախության լիություն կա։ Ոչ թե իմ գանձարաններում լիություն կա, այլ քո ներկայության մեջ ուրախության լիություն կա։ Սա է պատճառը, որ որոշ մարդիկ արտաքինից շատ բան չունեն, բայց ներսում ուրախություն ունեն, խաղաղություն ունեն, որովհետև ուրախության աղբյուրները փողերի մեջ չեն։ Եթե փողերի մեջ են, ապա շուտով այդ աղբյուրները կչորանան։ Ուրախության աղբյուրները նյութի մեջ չի։ Նյութը քեզ ժամանակավոր կուրախացնի, կզվարճացնի, բայց չի պարգևի այն գերագույն ուրախությունը եւ խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Մեր ուրախության բոլոր աղբյուրները Տեր Հիսուս Քրիստոսի մեջ են, հավատացողը թող ասի ամեն։ Մեր ուրախությունը ուրեմն Աստծո ներկայության մեջ է։ Քո ներկայությունը մեզանից մի հեռացրու Տեր։
Մի անձնավորության հետ էի զրուցում, որ մի եղբոր այդ խնդիր ուներ եւ անընդհատ իր փաստարկներն էր բերում, իր կռիվները, նրա այդ կռվում էր նրա ստվերի հետ, նրա անվան հետ, ես այսպես կանեմ, ինքը անարդար վարվեց, ինքը այսպես վարվեց, ինքը պետք է հələ ապաշխարի, գա էս անի, գա այն անի։ Ես ասում եմ լավ կլինի, որ դուք իրար հետ հանդիպեք, զրուցեք, ես հանդիպելու ոչինչ չունեմ, ես կռիվ ունեմ, բայց հետարքիր մի բան ասեմ, որ ես ականատես եմ եղել դրան, երբ որ ժողովի ժամանակ եւ ճամբարում էին ժողովուրդ այդ ժամանակ, երբ որ Տիրոջ հոգին իջավ այդ եղբոր վրա, եւ այն մյուս եղբայրն էլ այդ սրահի մեջ էր, որի հետ ինքը խնդիր ուներ, ինչպես են իրան գրկած իրար հոնգուր լացում եւ ապաշխարում։ Մենք կարող է կռիվներ ունենանք, եթե Աստծո ներկայություն չունենանք։ Հենց այդպես է երևում նաև Աստծո ներկայությունից դատարկված սիրտը։ Եթե այդ սրտի մեջ չկա Աստծո ներկայություն, այդ սրտի մեջ կա խռովություն, կա կռիվ, կա անհաշտություն։ Բայց մի բան խոստովանենք, անգամ Աստծո ներկայության մեջ ինչքան հեշտ է մարդկանց ներելը, չէ՞։ Դու կարող ես կռիվ 10 տարիներ շարունակ եւ անհաշտ լինես, բայց հանկարծ, երբ որ մի պահի Տերը այցելում է քեզ, հպվում է քեզ եւ արցունքները հոսում են քո աչքերից, այդ ժամանակ քո քարեղեն սիրտը փշրվում է եւ փափուկ սիրտ է դառնում։ Ահա թե ինչ է անում Աստծո ներկայությունը մարդու հետ։ Հիմա հակառակը եկեք հասկանանք, ինչ է լինում, երբ որ այդ ներկայությունը հեռանում է մարդու սրտից։ Նա վայրենանում է, նա կարծրանում է, նրա սիրտը դառնում է անզգամ, նա թշնամանում է մարդկանց հետ, խռովում է Աստծուց եւ անհաշտություն կա այդ սրտի մեջ։ Ուրեմն Աստծո ներկայությունը քրիստոնյայի ամենամեծ հարստությունն է։ Երկրորդ ճշմարտությունը, որ ուզում եմ փոխանցել, հետեւյալն է. Աստծո ներկայությունը փոխում է ոչ միայն մեր զգացմունքները, այլ փոխում է մթնոլորտը։ Որովհետև շատ անգամներ մարդիկ մտածում են Աստծո ներկայության մասին, որ այն կարծես զուտ էմոցիա է, որ ես պետք է փշաքաղվեմ անպայման, լացեմ, հուզվեմ, հպվեմ եւ այդ ամենը ճիշտ է։ Մենք ամենքս փորձառել ենք եւ ուզում ենք միշտ փորձառել, բայց Աստծո ներկայությունը չի գալիս, որ մենք միայն փշաքաղվենք եւ մեզ լավը զգանք։ Աստծո ներկայությունը մթնոլորտ է փոխում, Աստծո ներկայությունը իրավիճակ է փոխում, Աստծո ներկայությունը մեզ է փոխում։ Եվս մի քաղցր անձնավորության հետ այս վերջերս խոսացի, որ վշտացել էր մեկից եւ խռովել էր եւ շատ ծանր էր արտահայտվել։ Եվ հետո ասացի՝ սիրելի եղբայր, երբ որ Աստծո ներկայության մեջ լինես եւ Տերը այդ անձնավորությունը բերի եւ ասի՝ նայի, ինչ ասես կանեմ իր հետ, բռնել եմ իրան, ուզում ես սպանեմ, ուզում ես ապրեցնեմ, ուզում ես ողորմեմ, Աստծո ներկայության մեջ ինչ կանես։ Եվ այս եղբայրը, որ մյուսի հետ կռիվ ուներ, որ եղբայր չէր, այն մյուսը ասաց՝ գիտես, ես Աստծո ներկայության մեջ չեմ կարող կռիվ անել, ես Աստծո ներկայության մեջ չեմ կարող հաշվեհարդար տեսնել, ես Աստծո ներկայության մեջ միայն կարող եմ ներել։ Հենց սա է Աստծո ներկայությունը։ Հենց սա է Աստծո ներկայության վկայությունը մեր կյանքի մեջ։ Ոչ միայն հույզեր, այլև փոխված կյանք, փոխված որոշումներ, փոխված մթնոլորտ, փոխված տրամադրություն։ Հիմա տեսեք Հովսեփի կյանքը։ Աստվածաշունչը Հովսեփի մասին մի ոսկե արտահայտություն ունի։ Գրված է շատ կարճ, բայց շատ բովանդակալից։ Ասում է եւ Տերը Հովսեփի հետ էր։ Հայրը Հովսեփի հետ չէր, եղբայրները Հովսեփի հետ չէին, ոչ մի հարազատ Հովսեփի հետ չէր, նա մենակ էր։ Բայց Աստվածաշունչը շատ գեղեցիկ է նկարագրում, բայց Տերը Հովսեփի հետ էր։ Եթե այդ պահին մենք Հովսեփին հարցնենք եւ ասենք՝ Հովսեփ, զգում ես Տիրոջ ներկայությունը, ես չեմ կարծում, որ Հովսեփը կասեր, որ այո, ամեն ժամանակ ես զգում եմ Տիրոջ ներկայությունը։ Միշտ չի, որ մենք զգանք Տիրոջ ներկայությունը, բայց մենք պետք է հավատանք Տիրոջ ներկայությանը։ Սա է պատճառը, որ երբ որ հավատացյալը այլևս չի զգում Աստծո ներկայությունը, նա շատ արագ եւ շատ հեշտ սկսում է մեղանչել։ Բայց երբ որ զգում է, կարծես թափվում է։ Բայց զգանք թե չզգանք, Տեր Հիսուսը ինքը անձամբ խոստացավ եւ ասաց՝ եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր
մինչև աշխարհի վերջը։ Սա մեզ թե սթափեցնում է եւ թե քաջալերում։ Տերը Հովսեփի հետ էր, որտեղ միայն իր հոր տան մեջ, միայն պետափրեսի տան մեջ, միայն փարավոնի պալատում միթե ոչ։ Տերը Հովսեփի հետ էր փոսում, Տերը Հովսեփի հետ էր ստրկության մեջ պետափրեսի տանը, Տերը Հովսեփի հետ էր, երբ որ նա բանտում էր։ Ուրեմն սա է կարևորը մեզ համար, սա է մեր ուժ տալիս, որ չենք խելագարվում նեղությունների եւ դժվարությունների ժամանակ, որովհետեւ Տերը մեզ հետ է։ Սաղմոսների մեջ գրված է, որ եթե Տերը մեզ հետ չլիներ եւ երբ որ թշնամին մեր վրա բարձրանար, մեզ պիտի կուլ տար։ Ուրեմն Տիրոջ ներկայությունն է, որ մեզ պահում է ամեն տեսակ դժվարությունների եւ նեղությունների մեջ։ Հովսեփի կյանքի ամենամեծ հրաշքը այդ դժվարություններից ազատվելը չէին, ամենամեծ հրաշքը այդ դժվարությունների մեջ Աստծո ներկայությունը ունենալն էր։ Աստծո ներկայությունը միշտ չէ, որ մեզ անմիջապես կազատի կրակներից, ջրերից, փորձանքներից, բայց Աստծո ներկայությունը մեզ ապահով կպահի այդ վայրերի մեջ։ Երբ որ Դանիելը առյուծների գուբում էր, բայց գրված է, որ Տերը նրա հետ էր։ Երբ որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը գցվեցին կրակների հնոցի մեջ, գրված է, որ Աստծո որդին այդ կրակների մեջ նրանց հետ էր։ Երբ որ աշակերտները ծովում էին եւ Հիսուսն էլ նրանց նավակի մեջ, նրանք երաշխավորված չէին, որ փոթորիկների մեջ չընկնեին, անկան փոթորիկի մեջ։ Բայց քանի Տեր Հիսուսը նրանց հետ էր, փոթորիկները նրանց չխորտակեցին, այլ հանդարտվեցին։ Հետևաբար Աստծո ներկայությունը դժոխքը կարող է դրախտի վերածել, իսկ Աստծո բացակայությունը դրախտը կարող է դժոխքի վերածել։ Երբ որ ես այստեղ Լոս Անջելեսում տարբեր ընտանիքների հետ հաղորդակցվում եմ, շփվում եմ եւ առնչվում եմ մարդկային դժբախտությունների հետ, որոնք կորուստներ են ունեցել, զավակ են կորցրել եւ զոհաբերել թմրանյութերի համար եւ շատ կորուստներ են ունեցել, եւ ես մի բան հասկացա, որ դժոխքը միայն այն վայրը չի, որտեղ կրակներ կա, տանջարան կա, դևեր կան, այդպես էլ կա, բայց դժոխքը կարող է լինել նաև շատ կանաչ, արմավենիներով, գեղեցիկ եղանակով, ամեն բան կա, պարարտություն կա, փող կա, հարստություն կա, բայց մարդը վայելք չունի, խաղաղություն չունի։ Հենց երեք մի հատ ընտանիքում էի ծառայությամբ, որ ամեն ինչ ուներ, բարեկեցություն ուներ, բայց իրանց տան մեջ խաղաղություն չկար։ Եվ ծնողն ասում էր, որ մեր ընտանիքը սրանից վատ էլ չի կարող լինել։ Բայց գիտեք, երբ որ մենք աղոթեցինք, աղոթքի ժամանակ բոլոր խռոված սրտերը համախմբվեցին, եկան Աստծո ներկայության մեջ, պատեր քանդվեցին, սառույցներ հալվեցին, քաղցրություն եկավ, դառնությունը հեռացավ, եւ իրանք էլ վկայեցին, ասացին, «Էս ինչ կատարվեց մեզ հետ»։ Աստծո ներկայություն։ Ոչ թե որ ես էի ներկա դրա համար այդպես եղավ, այլ որովհետև Տերը ներկա էր։ Քույրեր, եղբայրներ, կան այստեղ մարդիկ, ովքեր Աստծո ներկայության կարիքն ունեն իրենց կյանքում, իրենց ընտանիքների մեջ։ Եկեք խոստովանենք, որ ունենք Աստծո ներկայության կարիքը, որովհետև այդ ներկայության մեջ է մեր կյանքը եւ ամեն բան։ Քրիստոնեական ընթացքը հետևաբար առանց Աստծո ներկայության վերածվում է կրոնի, բայց Աստծո ներկայությամբ դառնում է կյանք։ Ես ուզում եմ մտաբերել Ջոն Բունյանին, իմ սիրելի հեղինակներից մեկին, որ անգլիացի քարոզիչ էր եւ ավետարան քարոզելու համար մի քանի դար առաջ նրան բանտարկում են, նեղ խցի մեջ են դնում եւ տարիներ 10 տարուց ավել նա անցկացրեց կալանավայրում եւ որոշեցին վերջին ամիսը նրան պահել նեղ պայմաններում, որպեսզի նրանից խոստովանություն կորզեն, որ ինքը ասի ես սխալվել եմ եւ իրեն բաց թողնեմ, որովհետեւ չէր կոտրվում։ Ուրեմն նրան տարան մի այնպիսի նեղուց, որ ասում է, երբ որ նա նստում էր հատակին, իր ծնկները դիպչում էին իր դեմքին, իր կզակին, այդքան նեղ էր այդ խուցը։ Եվ պահեցին 1 շաբաթ, 2 շաբաթ, կարծեմ շուրջ 40 օր նա այդ պայմաններում էր մնում։
Եվ երբ որ բանտապետը եկավ եւ նրան ասաց, որ քո կինը միջնորդել է, որ քեզ ազատեն, եթե պարզապես խոստովանես, որ եւ խոստանաս այլևս ավետարան չես քարոզի, գնա ազատությունդ վայելիր, Ջոն Բունյանն ասաց, որ այս խուցը ինձ համար դարձել է Աստծո այդ հանդիպման վայր, այնքան հարազատ, այնքան քաղցր մի տեղ, որ ես այստեղից վախենում եմ անգամ դուրս գալ։ Այդ նեղ տեղը Աստծո ներկայության մեջ վերածվել էր պալատի։ Իսկ մարդիկ պալատներում են ապրում, բայց իրancs ներսում նեղվածք է։ Հետևաբար Աստծո ներկայությունը մեր մթնոլորտն է փոխում, մեր կյանքն է փոխում։ Երրորդ բանը, որ ուզում եմ ասել, հետևյալն է. Աստծո բացակայությունը մարդու կյանքի ամենամեծ ողբերգությունն է։ Իհարկե, կարող է մեր կյանքից շատերը բացակայեն, մեր ընկերները, մեր բարեկամները, մեր հարազատները, բայց մենք գոյատևում ենք, մենք վերականգնվում ենք, բայց երբ որ Աստված է հեռանում, Աստծո ներկայությունն է հեռանում, մենք մեզ կարող ենք կորցնել, եւ դա դառնում է ամենամեծ դժբախտությունը։ Մի հստակ բան եմ ուզում ասել սիրելիներ, մեր Աստված ամենուր է, բայց ամենուր չի, որ նրա ներկայությունը մենք զգում ենք։ Ինչպես Հովհաննես Թումանյանն է ասում, ես ամեն օր շնչում եմ, չէ, նրա շունչը, նրա հուրը, նրա ներկայությունը, բայց մարդիկ ամեն օր չի, որ զգում են նրա ներկայությունը։ Հետևաբար Աստծո բացակայությունը կամ չզգալ այդ ներկայության մեր հոգու ներսում մեծագույն ողբերգություն է։ Ուզում եմ այս առումով հիշատակել Սամսոնին, ինչպես որ կարդացինք դատավորած գրքից, ասում է Սամսոնը չգիտեր, որ Տերը իրենից հեռացել էր։ Ոչ թե ասում է Սամսոնը չգիտեր, որ փղշտացները մոտեցել էին, մազերը կտրվել էր եւ շատ բաներ կորցրել էր, այլ Սամսոնը չէր գիտակցում, որ նա կորցրել էր Աստծո ներկայությունը, սա է ամենամեծ ողբերգությունը։ Ոչ թե որ կորցրել էր իր մազերը, կորցրել էր իր ուժը, այլ կորցրել էր Աստծո ներկայությունը։ Շատերն ասում են Սամսոնի ուժը իր մազերի մեջ է, բայց իրականում Սամսոնի ուժը Աստծո ներկայության մեջ էր։ Հետևաբար սա է պատճառը, որ երբ որ Սամսոնը զղջաց եւ ապաշխարեց, իր ուժերը վերադարձան եւ վերականգնվեցին։ Սա շատ ծանր խոսք է։ Ես չեմ ուզենա, որ Աստվածաշունչը մեր մասին այս նույն բանն ասի, որ ինքը չգիտեր, որ Տիրոջ ներկայությունը իրենից հեռացել էր։ Մենք կարող ենք ամենօրյա գործողություններ անել, ծառայություններով զբաղված լինել, մեր կրոնական գործերն անել, կարդալ, աղոթել, ծառայել, բայց հանկարծ այդ բան չգիտակցել, որ ներկայությունը ախր գնացել է իմ կյանքից։ Ես կարիք ունեմ վերադարձնել այդ ներկայությունը կամ վերադառնալ դեպի Աստծո ներկայություն։ Նույնն էլ տեսնում ենք Սավուղի կյանքում, թագավոր էր, թագ ուներ, գահ ուներ, փառք ուներ, բանակ ուներ, բայց երբ որ Աստծո հոգին եւ Աստծո ներկայությունը Սավուղի կյանքից հեռացավ, Սավուղը ամեն բան կորցրեց, իրեն կորցրեց։ Եվ հիշում եք ինչ է գրված, որ երբ որ Տիրոջ հոգին գնում էր, դևերը գալիս էին եւ նրան տանջում էին։ Հետևաբար Աստծո բացակայությունը դա նեյտրալ մի բան չի։ Աստծո բացակայությունը ստեղծում է մեր կյանքում մի դատարկություն, որը ոչ մի բանով չի լցվում բացի տանջանքից։ Եվ հենց այդտեղ է նաև երևում նաև դիվայն ներկայությունը, որտեղ չկա Աստծո ներկայություն, այնտեղ կա դիվայն ներկայություն։ Որտեղ Աստված բացակա է, այնտեղ Սատանան ներկա է։ Իսկ որտեղ Աստված ներկա է, Սատանան բացակա է։ Կարող ենք ամեն ասել դրան։ Ուրեմն մարդը կարող է ունենալ լավ անուն, ինչպես Սավուղն ուներ։ Գրված է, որ նա մի ուս Իսրայելի տղամարդկանցից բարձր էր, թիկնեղ էր, գեղեցիկ էր, փառահեղ հեղինակություն ուներ, բանակ ուներ Սավուղը, պաշտոն ուներ, մարդը կարող է բիզնես ունենալ, կապեր ունենալ, մեքենա ունենալ, տուն ունենալ, հետևորդներ ունենալ, բայց եթե Աստծո ներկայությունը չունենա, նա կքայքայվի։ Հենց դրա մեջ է մեր գաղտնիքը, Աստծո քաղցր, ապրեցնող եւ բժշկարար ներկայության մեջ։ Դա է պատճառը, որ որոշները, որոնք գալիս են ձեր տուն հյուր եւ նստում են եւ ասում են ինչ խաղաղություն կա այստեղ։
Երեք ծառայում էին մեկին, որ ասում էր, եւ շատ ճոխ տան մեջ էր ապրում, 3 հարկանի տան մեջ էր ապրում, բայց ասում է Վազգեն եղբայր, չեմ ուզում տուն գամ։ Նայում եմ իր տունը մեր տնից էլ շատ ավելի մեծ, շատ ավելի շքեղ պայմաններ, բայց ասում է, որ ներս եմ մտնում, խաղաղությունս կորցնում եմ, խանգարվում եմ, չեմ ուզում տուն գամ։ Եվ իրեն բացատրեցի, որ եթե Աստծո ներկայությունը տուն վերադառնա, դու վազելով տուն կգաս։ Մարդը կքայքայվի առանց Աստծո ներկայության, ինչպես Ադամը մահկանացու դարձավ, երբ որ Աստծո ներկայությունը իր կյանքից հեռացավ, բայց երբ որ Աստծո ներկայությունը կա, բան տնել պալատ կդառնա։ Հիվանդանոցի պալատը թագավորական պալատ կդառնա։ Քո փոքրիկ մեքսենյականոց բնակարանը համեստ պայմաններով բժշկության վայր կդառնա, եւ մարդիկ ասեն ուզում եմ գամ քո տուն, որպեսզի օրհնություն վայելեմ, խաղաղվեմ մի քիչ։ Հենց Աստծո ներկայությունը այսպիսի մի բան է, որ չես կարող ստեղծել, չես կարող արհեստական ձևով արարել, չես կարող կահույք տեղափոխելով, նոր գույք բերելով այդ ներկայությունը ապահովել։ Դու կարող ես ունենալ շատ հարմարավետ կահույք, նստես քո բազմոցին, բայց ներսիդ սրտիդ մեջ խաղաղություն չունենաս։ Բայց կարող ես անգամ չոր մի հատ նստարանի վրա նստես, մի համեստ կերակուր ուտես, բայց սրտիդ մեջ ճոխ խնջույք ունենաս Աստծո հետ։ Ուրեմն Աստծո ներկայությունը մեր մեծագույն օրհնությունն է։ Մի պատմություն եմ ուզում հիշատակել Իսրայելի ողբերգական պատմություններից մեկը։ Հեղիի ժամանակ, երբ որ Տիրոջ փառքը հեռացավ Հեղիի տնից, ասվում է, որ նրա հարսը մի զավակ ծնեց, եւ ծննդաբերության ժամանակ այդ զավակի անունը դրեց Իքաբոդ։ Գիտեք ինչ է նշանակում Իքաբոդ։ Իքաբոդ նշանակում է փառքը հեռացավ։ Ինչ սարսափելի դատավճիռ։ Փառքը Իսրայելից հեռացավ։ Աստծո ներկայությունը հեռացավ։ Աստված ողորմություն անի, որ մենք մեր կյանքի մեջ իքաբոդ չունենանք։ Եկեղեցիներ կան, որոնք ամենաշքեղ, ամենաճոխ պայմաններն ունեն, բայց դատարկություն կա։ Ես եղել եմ Եվրոպայում ամենաշքեղ տաճարներում, որի նկարիչները պատերի, որմնանկարների հեղինակները ամենահայտնի հեղինակներն են եղել, նկարիչներն են եղել, բայց այսօր այդ տաճարները այլևս աղոթքի տներ չեն, թանգարաններ են։ Ինչպես մի անգամ Ավստրիայում, երբ որ ուզում էի այցելել մի տաճար, հետո հասկացա, որ մուտքը տոմսով է, պետք է տոմս վճարես, փող վճարես, ինչպես այսօր շատերը որ գնում են Գառնու հեթանոսական տաճար։ Եկեղեցիները վերածվել են թանգարանների եւ մուտքը վճարովի, որովհետեւ Աստծո ներկայությունը հեռացել է այնտեղից։ Դա այլևս պաշտամունքի վայր չի, այլ թանգարան է դարձել։ Աստված ողորմություն անի, որ մեր եկեղեցին երբեք հիշատակությունների թանգարան չդառնա, այլ Աստծո կենդանի ներկայության վայր լինի, որտեղ մարդիկ կգան ոչ միայն հաճելի միջավայրի համար, այլ Աստծո ներկայության հաճության համար, Աստծո ներկայության մեջ փոխվելու համար։ Ուրեմն Իքաբոդ, որ նշանակում է փառքը հեռացավ, չի նշանակում փողը պակասեց, մարդիկ քչացան, հաջողությունը հեռացավ, փառքը հեռացավ, Աստծո ներկայությունը հեռացավ։ Նույնն էլ հավատացյալի կյանքում ամենամեծ ողբերգությունը, երբ որ նա աղոթում է, բայց չի զգում Աստծուն, կարդում է, բայց որպես պարտականություն, չկա ներկայություն, եւ հետեւաբար մարդը իրեն կորցնում է։ Հիշում եք Դավիթն ասում է, երբ որ ես փնտրում եմ քո երեսը եւ չեմ գտնում, երբ որ դու թաքցնում ես քո երեսը, ես շփոթվում եմ եւ ինձ կորցնում եմ։ Ուրեմն Աստծո ներկայության մեջ, եթե թագավորներ իրեն կորցնում, որքան առավել եւս մենք։ Եվ չորրորդ, երբ Աստծո ներկայությունը հեռանում է, մարդը սկսում է ներսից դանդաղ մեռնել։ Աստծո ներկայությունը ապրեցնում է, բացակայությունը սպանում է, եւ այդ ժամանակ արդեն, երբ որ չես զգում ներկայությունը, աղոթելը դառնում է պարտականություն, կարդալը դառնում է ծանրություն, եկեղեցի գնալը այլևս քեզ չի ձգում մի տեսակ։ Բայց հետաքրքիր է, չէ՞,
նույն եկեղեցում, նույն ժողովի ժամանակ, նույն պաշտամունքի ժամանակ մեկը կարող է հալումաշ լինել Աստծո ներկայությունից, իսկ իր կողքինն էլ կարող է տրտնջալ եւ ասել եկեղեցում էլ Աստծո ներկայություն չկա, ես գնացի։ Խնդիրը ոչ թե եկեղեցու մեջ է, այլ իր սրտի մեջ է ինքը կորցրել Աստծո ներկայությունը։ Հիշում եք, երբ որ Դավիթը աղոթում էր իր ապաշխարության ժամանակ, նա չասաց Տեր թագս մի վերցրու, նա չասաց գահս մի հեռացրու, նա ասաց քո ներկայությունը իմ կյանքից մի հեռացրու Տեր։ Սա ամենաողբերգականը կարա լինի, որովհետև Դավիթը եղավ ժամանակ, որ կորցրեց թե թագը, թե գահը, թե փառքը, բայց քանի Աստված նրա հետ էր, նա վերականգնվեց։ Իսկ երբ որ նա կորցրեց Աստծո ներկայությունը, ինքը իրեն կորցրեց։ Աղոթում էր, կարծես Աստված խռով էր, չէր զգում, չէր ապրում Աստծո ներկայությունը, չէր վայելում այդ ներկայությունը։ Ինչն է մեզ զրկում Աստծո ներկայությունից։ Առաջինը ակնհայտ բանը մեղքն է, պարզ է։ Մեղքը միայն օրենքը խախտելը չի։ Մեղքը մեր եւ Աստծո միջև պատ շինելն է։ Երբ որ Աստված ներկա է, բայց ես պատ եմ կառուցում եւ Աստված հայտնվում է պատից այն կողմ։ Դրա համար ես չեմ զգում իր ներկայությունը։ Ադամը մեղքից հետո փախավ Աստծո ներկայությունից։ Դավիթը մեղքից հետո կտրվեց Աստծո ներկայությունից։ Մարդը ամեն բան գիտի, բայց Աստծուն չունի իր սրտի մեջ։ Գլխի մեջ շատ բան գիտի, բայց սրտի մեջ Աստծուն չունի, դատարկություն ունի։ Երկրորդը աղմուկը եւ զբաղվածությունը եւ ցրվածությունը կարող է հեռացնել Աստծո ներկայությունը մեր կյանքից։ Նկատել եք, որ այս սերունդը որքան զբաղված սերունդ է եւ որքան աղմկոտ ժամանակներում ենք մենք ապրում, սոցիալական ցանցերի աղմուկը, մարդկանց մտքերի միջի աղմուկը, միջավայրի աղմուկը, հեռուստացույցի աղմուկը, անգամ մարդիկ այստեղ Միացյալ Նահանգներում շատերը հեռուստացույցը միացրած են քնում, որովհետեւ վախենում են լռությունից։ Ուրեմն աղմուկը վանել ու հեռացրել է Աստծո ներկայությունը շատերի կյանքից։ Այ դրա համար Մովսեսը Իսրայելին ասեց. լռեք եւ լսեք Աստծուն։ Այս առումով շատ խորհրդանշական է Մարիամի ու Մարթայի պատմությունը։ Մարթան աղմկում էր խոհանոցում, զբաղված էր կարևոր ծառայությամբ, բայց Մարիամը լուռ վայելում էր Տիրոջ ներկայությունը նրա ոտքերի տակ։ Մեր զբաղվածությունը անգամ կրոնական կարող է հեռացնել մեզ Աստծո ներկայությունից, բայց շատ անգամ պետք է ամեն բան թողնել, ամեն բան անջատել եւ պարզապես լուռ նստել մեր վարդապետ Հիսուսի ոտքերի տակ, որպեսզի վերագտնենք նրա քաղցր եւ ապրեցնող ներկայությունը։ Մյուս բանը, որ կարող է հեռացնել Աստծո ներկայությունը, դա հպարտությունն է եւ ինքնաբավությունը, երբ որ մարդն ասում է, «Ես քարոզի մասին չես, խոսքի մասին չէ, դուք ձեր մասին մտածեք, ես լավ էլ վայելում եմ Աստծո ներկայությունը»։ Իսկ ես միշտ երկյուղով ասում եմ. «Տեր, շնորհակալ եմ այն վայելքի համար, որ ինձ տվել ես, բայց ես արժանի չեմ դրան, բայց շնորհակալ եմ, որ արժանացրել ես, միայն թե խնդրում եմ հանկարծ այս ներկայությունը իմ կյանքից չհեռանա»։ Հպարտ եւ ինքնաբավ մարդը, ինքն իրենով բավարարված, ինքն իրեն զբաղեցնում է, բայց չի զգում Աստծո ներկայությունը։ Աստված մոտ է, գրված է, չէ՞, Աստված մոտ է խոնարհներին, Աստված մոտ է սրտով բեկյալներին, Աստված մոտ է կոտրված սիրտ ունեցողներին, ոչ թե հպարտներին, այլ հպարտներին պահում է հեռավորության վրա, հակառակվում է։ Աստված այցելում է ոչ թե ինքնագոհ եւ հպարտ մարդկանց պալատները, այլ այցելում է խոնարհ ընտանիքների սենյակները։ Հետևաբար խոնարհ լինենք Աստծո առաջ։ Եվ հիմա վերջում, ինչպես վերագտնել Աստծո ներկայությունը, ինչպես վերականգնել Աստծո ներկայությունը, ինչպես վերադառնալ Աստծո ներկայությանը։ Եվ լավ լուրն այս է, որ եթե այսօր սիրտդ սառել է, ներսդ չորացել է, եթե հեռավորություն ես զգում, օտարություն ես զգում, լռություն ես զգում, դատարկություն ես զգում, սա վերջը չի։
Սա կարող է դառնալ քո ապաշխարության սկիզբը։ Հետևաբար, առաջին բանը, որ անելով կվերականգնվի Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ, դա ապաշխարությունն է եւ խոստովանությունը։ Հենց սրա մեջ է գաղտնիքը, որ մարդ, երբ որ գալիս է Աստծո առաջ, իր սիրտը խոնարհեցնում է եւ խոստովանում է իր մեղքերը եւ ապաշխարում է եւ ներողություն է խնդրում Աստծուց, մարդկանցից, մի բան է վերականգնվում, գիտեք ինչն է դա։ Աստծո ներկայությունը վերականգնվում է։ Մարդու դեմքին ժպիտ է գալիս։ Որտեղից ենք իմանում, որ իր սրտի մեջ ներկայություն կա, իր աչքերը անգամ մատնում են։ Հիշում եք, երբ որ Մովսեսը սարի վրա էր 40 օր Աստծո հետ ժամանակ ունեցավ, եւ երբ որ նա իջավ սարից, նա կարիք չուներ Իսրայելին ապացուցելու, փաստելու, որ գիտեք, ես 40 օր ինչեր եմ արել սարի վրա, գիտեք ում եմ հանդիպել։ Նա կարիք չուներ դրա, որովհետև նրա երեսը մատնում էր, թե նա ում հետ էր հանդիպել։ Քույրեր, եղբայրներ, ես ցավում եմ, որ շատ անգամ եկեղեցիներում տեսնում եմ հավատացյալների, որոնք միշտ խոժոռ են, միշտ մռայլ են, որ նրանց դեմքի վրա կյանքի նշույլ անգամ չկա։ Ես չեմ ասում, որ մենք պետք է կեղծ ժպիտները հագած գանք եկեղեցի, բայց երբ որ մեր սիրտը լի է Աստծո ներկայությունով, մեր երեսը հայլու նման կանդրադարձնի, հավատում եք դրան։ Եթե քո հոգու մեջ կա Աստծո ներկայություն, աչքերը ինչ են, ասում են, չէ, աչքերը հոգու հայլին են, հոգիդ կանդրադարձնի դա։ Իսկ եթե չկա, աչքերդ էլ կմատնեն, երեսդ էլ կմատնի։ Հետևաբար, եթե մեր երեսը փայլում է Աստծո ներկայության մեջ եւ Աստծո ներկայությունից, ապա Աստծո բացակայությունից մեր երեսը խամրում է։ Ուրեմն դու այդպիսին ես ոչ թե նրա համար, որ վատ են ուրիշները քո հանդեպ վարվել։ Տեր Հիսուսի հանդեպ շատ վատ վարվեցին, բայց նա խաչի վրա բարեխոսում էր եւ երգում էր Սաղմոս։ Հիշում եք երգը, անգամ որ ասաց ինչու ինձ թողեցիր, դա Սաղմոս էր, նա երգում էր խաչի վրա։ Նա Սաղմոս էր ասում։ Ուրեմն անկախ նրանից մարդիկ ինչպես են քեզ վերաբերվում, բավական է մտնես քո աղոթքի սենյակը եւ զգաս Աստծո ներկայությունը, որ վայելքի մեջ դու վերափոխվես։ Հիշում եք Ստեփանոսին, երբ որ տարան մեկուսացրեցին դատարանում եւ մահապարտ հայտարարեցին եւ մի քանի գուցե րոպեներ հետո պետք է նրան սպանեին, քարկոծեին, բայց ասում են նայեցին նրա երեսին եւ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի պես էր։ Անկամ դատարանում, ոչ թե եկեղեցում, դատարանում մեղադրանքների, զրպարտանքների, սուտ մեղադրանքների տեղատարափի տակ Ստեփանոսի երեսը փայլում էր, որովհետև նա Աստծո ներկայությունն ուներ իր սրտի մեջ։ Ուրեմն Աստծո ներկայությունը ոչ միայն եկեղեցում վայելելու բան է, այլ քո տան մեջ, քո աշխատավայրում, որտեղ էլ որ դու լինես, դու կարող ես վայելել Աստծո ներկայությունը։ Հաջորդը, ինչպես կարող ենք վերականգնել Աստծո ներկայությունը, դա լռությամբ է եւ առանձնացումով։ Աղմուկի մեջ չես կարող վերագտնել այդ ներկայությունը։ Լռիր եւ լսիր, անջատիր օտար ձայները, անջատիր աղմուկները քո կյանքի մեջ եւ կվերագտնես Աստծո ձայնը եւ այդ ձայնից կհանգստանաս։ Հաջորդը խոսքի մեջ մնալով, որովհետեւ Աստծո ներկայությունը մի բան չի, որ հատուկ ինչ որ միջոցներով մենք ստեղծենք։ Աստծո ներկայությունը Աստծո խոսքից զատ չի, կտրված չի։ Հետևաբար, երբ որ ես խոնար սրտով, որպես մի հայլի նայում եմ Աստծո խոսքին, ինձ տեսնելու համար այնտեղ, նաև հետո սկսում եմ Աստծուն տեսնել։ Ոմանք Սուրբ Գիրքը օգտագործում են, որպեսզի ուրիշների մեղքերը այստեղ փնտրեն, որպեսզի ուրիշներին դատապարտեն այս գրքով։ Բայց ես խորհուրդ կտամ Աստծո խոսքը գործածենք որպես հայլի, որտեղ կտեսնենք մենք մեզ եւ մեր մեղքերը։ Եվ եթե մենք մեզ տեսնենք այս խոսքի մեջ, մենք այնտեղ նաեւ Աստծուն կտեսնենք։ Չես կարող Աստծո խոսքը տարանջատել Աստծո ներկայությունից։ Կարդա, փնտրիր եւ կգտնես։ Չորրորդը, երկրպագության միջոցով մենք կարող ենք վերագտնել Աստծո ներկայությունը, ասում է, երբ որ Դավիթը իր տավիղը նվագում էր, հոգին վերադառնում էր եւ դևերը հեռանում էին Սավուղի կյանքից։
Երբ որ մենք երկրպագում ենք, Աստծո ներկայությունը գալիս է։ Զգացել եք դա քույրեր եղբայրներ։ Երբ որ ներկայությունը կա, ինչ հիասքանչ է անցնում պաշտամունքը։ Երկեցողությունը պարզապես երկեցողություն չի, դառնում է պաշտամունք, պատարակ, խնկարկություն։ Անցած անգամ, երբ որ Աշոտ եղբորը հարցրեցի Երևանի պաշտամունքը շաբաթօրը ինչպես անցավ, ինքը չասաց, որ քարոզը լավն էր, փառաբանությունը լավն էր, մթնոլորտը լավն էր, թեպետ այդ ամեն ինչը լավն է, բայց ինքը ասաց, Վազգեն անենց ներկայություն կար, որ էլ ասելու չի։ Երբ որ Աշոտ եղբայրը դա ասաց, գիտեք ես ինչ հասկացա նաև, որ քարոզն էլ է լավը, երկրպագությունն էլ է լավը, մթնոլորտն էլ է լավը, բայց կարող է հակառակը լինել, քարոզը լավ հնչել, երգերը պրոֆեսիոնալ լինեն, բայց եթե Աստծո ներկայությունը չկա, այդ ամեն ինչը դատարկություն է։ 5-րդը հնազանդությունն է։ Ինչպես վերադարձնեմ Աստծո ներկայությունը, անհնազանդ մարդու սրտում չկա Աստծո ներկայություն։ Բայց երբ որ դու խոնարհվում ես, ապաշխարում ես, հնազանդվում ես, Աստված վերադարձնում է իր ներկայության զգայունությունը։ Ամենամեծ հարցը այս քարոզի սա է։ Արդյոք Աստծո ներկայությունը ունես քո կյանքի մեջ, թե այդ ներկայությունը պարզապես հիշողություն է։ Շատերի կյանքում Աստծո ներկայությունը հիշողություն է 90-ական թվականներից, արթնության տարիներից կամ իր նախկին ապաշխարության ընթացքից։ Բայց ես ուզում եմ, որ Աստծո ներկայությունը ոչ թե հիշողություն լինի, այլ ներկա իրականություն լինի։ Ամենօրյա մեր կյանքը լինի։ Հնարավոր է, որ դու մի ժամանակ ունեցել ես ուժեղ աղոթքի կյանք, ուժեղ ծառայող ես եղել, երկրպագության մեջ ես եղել, Աստծո կրակը վայելել ես, Սուրբ Հոգու կրակով լցվել ես, եւ այդ ամեն ինչը ունեցել ես քո կյանքի մեջ, բայց անցյալում է դա։ Դա պարզապես հիշողություն է։ Աստված չի ուզում քո կյանքի մեջ լինել հիշողություն։ Նա ուզում է քո կյանքի մեջ լինել իրականություն, ներկայություն եւ ոչ թե անցյալ։ Քանի որ դու կարող ես մարդկանց խաբել, բայց քո հոգուն չես կարող խաբել։ Միտքդ էլ կարող է միառժամանակ խաբվի, սիրտդ էլ կարող է խաբվի, բայց քո հոգին է զգում Աստծո ներկայությունը, հոգուդ չես խաբի։ Եվ մի օր քո լեզուն այլևս չի կարող ծածկել սրտի դատարկությունը։ Մի օր ինքդ քեզ կմատնես։ Ուրեմն սիրելիներ, ես հրավիրում եմ բոլորիս իմ աղոթքի։ Կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։ Երբ որ Տերը ներկա է, մի տեսակ մենք զգաստանում ենք նաև, չէ՞։ Ես հիշում եմ, երբ որ ես աշակերտ էի, դպրոցում էի, եւ դասի ժամանակ, օրինակ մեկը կարող էր գալ եւ դասատուին դուրս հրավիրել, հիշում եմ, որ ուսուցչուհին ասում էր հանգիստ նստեք, հեսա գալիս է։ Եվ բավական էր, որ իր ոտքը դասարանից դուրս դներ, մեր ամբողջ դասարանը տակն ու վրա էր լինում եւ խառնվում էր իրար։ Բարձրանում էին նստարանների վրա, քաշքշում էին իրար, աղմկում էին, մազ էին քաշում, բայց բավական էր, որ ուսուցիչը վերադառնար դասարան, բոլորը զգաստանում էին։ Նույնն էլ եկեղեցում, նույնն էլ ընտանիքներում, նույնն էլ մեր կյանքում։ Երբ որ Աստծո ներկայությունը հեռանում է, մենք սկսում ենք իրար վնասել, աղմկել, վիրավորել, բայց երբ որ Աստված ներկա է, մենք զգաստանում ենք։ Ինչպես Իսրայելը անապատում, որ շուրջ 2 միլիոն մարդ վրաներում էր ապրում, բայց մի վրան կար, որ շատ յուրահատուկ վրան էր։ Հրեաները իրանց վրաների տակ ազատ ինչ որ գործեր էին անում, բայց երբ որ գալիս էին խորանի մոտով անցնում էին, նրանք կարծես ոտնաթաթերի վրայով էին անցնում, որովհետև Աստված այնտեղ ներկա էր։ Նրանք չէին կարող ավելորդություններ թույլ տալ։ Հիմա այդ խորանը դու ես, քո տունն է, եկեղեցին է, եւ Աստված հիմա այստեղ ներկա է։ Ամեն աչք փակվի եւ ամեն գլուխ խոնարհվի Աստծո ներկայության մեջ։ Նրա ներկայության մեջ անապատը դրախտ է դառնում։ Իսկ նրա բացակայության ժամանակ դրախտը դժոխքի է վերածվում։ Նրա ներկայության մեջ բանտը պալատի է վերածվում, իսկ պալատը նրա բացակայությունից բանտի է վերածվում։ Նրա ներկայության մեջ
անգամ կորուստներից հետո ձեռքբերումներ ենք ունենում, բայց նրա բացակայության ժամանակ, եթե ինչ ձեռքբերումներ էլ ունենանք, կկորցնենք, որովհետև ամենամեծ բանն ենք կորցրել նրա ներկայությունը։ Հետևաբար Դավթի նման մենք էլ ասենք. քո ներկայությունից մի գցիր ինձ, քո ներկայությունը իմ կյանքից մի հեռացրու։ Խոնարհվիր Տիրոջ առաջ։ Եթե սրտիդ մեջ հպարտություն կա, որ խոչընդոտում է Աստծուն մոտենալ քեզ, որպես աղբ թափիր այդ հպարտությունը։ Եթե վիրավորանք կա, ես հաճախ նկատում եմ, որ վիրավորանքն ու հպարտությունը նույնական են, իրար հետ են գործում։ Հպարտ մարդիկ ամենաարագ վիրավորվող մարդիկ են։ Երկուսն էլ աղբ է։ Եթե դու էլ մեկին ես վիրավորել, դա էլ կարող է խանգարել Աստծո ներկայության, ուրեմն ապաշխարիր։ Ամեն մեկս գնանք դեպի ապաշխարություն, գնանք Աստծո ներկայության խորքերը։ Եվ մի բավարարվիր քո կրոնական գիտելիքներով։ Մեր ճշմարիտ բավարարումը Աստծո ներկայության մեջ է։ Տեր, արի, Սուրբ Հոգովդ արի, եւ այսօր այս սրահի մեջ գտնվող ամեն մեկին դիպչիր, հպվիր եւ կյանքերը փոխիր։